ձեզ այսուհետ սկսում եմ Սերգեյ Դանելյանի փոդքասթը, այսինքն իմ փոդքասթը։ Կխոսեմ այն թեմաների մասին, որ ինձ առանձնապես հուզում են։ Եթե ձեզ են հուզում այդ թեմաները, ապա կարող եք լայք դնել։ Նրանք, ովքեր որ չեն գրանցվել, կարող են գրանցվեն։ Եվ եթե համարում եք, որ այս ամեն ինչ հետաքրքիր է, կարող եք նաև կիսվել ձեր ընկերների հետ եւ նաև Patreon-ում ինձ աջակցել։ Մամ, ինչ ես անում։ Տներն եմ հավաքում, բալես։ Էլի ձեր տներն եք են հին, հա, էլի մեր հին տներն եմ։ Լսի, ես պետք է տներս ռեմոնտ անեմ։ Զգացել եք, որ մենք հայերս տանը ասում ենք տներ, շատ հաճախ։ Եկեք հասկանանք ինչու է այտենց, ինչու ենք մենք մի տունը ասում ասենց մի քանի տներ, իհարկե լեզվամտածողությունը շատ կարևոր բան է եւ կարծում եմ չկա այնպիսի մարդ, որի մասի որ լեզուն կարևոր չի։ Լեզուն դա միակ մեր այցեքարտն է աշխարհին, մեր ID-ն, մեր պասպորտը, մեր անձնագիրը, որ տարբերում է մեզ ուրիշ ազգերից։ Լեզուն ընդհանրապես մարդուն տարբերում է կենդանուց, դա միակ հոդաբաշխ կոմունիկացիան է, որտեղ կենդաններն էլ ունեն լեզու, բայց նա այն հոդաբաշխ չի։ Լեզուն դա մշակույթի ամենակարևոր դրսևորումն է, միգուցե հենց դա է, որ մեր թշնամիները միշտ աշխատել են խարխլեն մեր լեզուն, մեր հիմքերը, այսպես ասած, եւ դա շատ սոշափելի զգացվեց նաեւ այս վերջի կայսրության դեպքերից հետո Ռուսաստանի, այսպես ասած, կայսրության տակ գտնվելու արդյունքում սովետական միությունը ամեն ինչ անում էր, որպեսզի մենք գրենք ռուսերեն տառերով, հետո պարզվեց, որ չի ստացվում, հետո ուզում էր դարձնել պետական լեզու ռուսերեն լեզուն, բայց դե այնպես էլ հայերենը մնաց պետական լեզու, անգամ սովետական միության ժամանակ, որովհետև հիմքերը շատ ամուր էր, որովհետև տրադիցիաները շատ մեծ էր եւ այն միակ ազգերից էինք, ովքեր որ իրա գիրը ուներ, հա, մաշտոցյան գիրը։ Ինչևէ, այդպես էլ չստացվեց։ Եվ այսօր կխոսենք ոչ թե դրա մասին, այլ կխոսենք ինչու ենք մենք տանը ասում տներ։ Մի օր Սարալանջ գյուղում էի, իմ գյուղում, որտեղ որ իմ Սարի թատրոնն է, իմ ամառանոցում ավելի ճիշտ է Սարալանջի։ Մի անգամ Սարի թատրոնի գյուղում էի, տղեկին էի սպասում, հիշում եք, այսպեսի մի ամառանոց ունեմ, որտեղ եւ թատրոն ունեմ, բայց դրա մասին չի խոսքը։ Տղեկին էի սպասում, տղեկը զանգեցին, ասեցին, որ մեր եզդի աղբերներից Զովունիում լավ գարան միսենարը եւ գալիս է խաշլամա դնելու։ Շատ լավ, ես հասկացա, որ ես չունեմ բան, կացա, մեծ ղազան։ Խաշլամայի համար ղազանն է պետք։ Ինչ անեմ, իջա գյուղ ղազան ճարելու։ Մտա ձեր առաջի հարևանի մոտ, որը ինձ շատ մոտիկ է, որպեսի կացա ուզեմ, դուրը դետեցի չբացեցին, ձեն տվեցի չբացեցին, դուրը հրեցի բացվեց մի փոքր նայեցի, մեջը էլի կանչեցի, մարդ չկար, դե ամոթով դուրը փակեցի եւ հեռացա, վերջը ղազան ճարեցի, տղեկ եկան, հաց կերանք, խմեցինք, անցավ մի քանի օր հարևանից տեսա։ Ասի լսի, ես ուր էիք, դուրը բաց էր, տանը չէր, երևի թորներով, բաներով դաշտ եք գնացել։ Բայց չէ, դաշտում չէին, գնացել էինք երեխին բանակ զորամաս տեսնելու, այսինքն ընդհանրապես քաղաքում չէին, հա, գյուղում չէին։ Ասի լավ, բա դուրը ինչի էր բաց։ Ասում է դե ինչի կողպեմ, հենա անդե աղբերս ապրում, այն հորս տունն է, այն անդեղ էլ ասում է բանն է, հարսի ես իմովն է, ընդե ես իմ ինչն է, մարդ ես, կարող է մի բան պետք լինի գային վերցնեին։ Հիմա դու էլ այ քեզ բան, ղազանի տեղը չգիտես, այնա կուքնին է, էլի կբացեիր, շկաֆը կվերցնեիր, այնա հետո կլվար կբերեի դներ տեղը։ Ճիշտ ասած քաղաքի ապրողի համար մի փոքր զարմանալի է նման մոտեցումը, դե որտեվ ասենք sense տերենց սովորես, որ կարող են մտնեն հայաթը, ասենք բակից վերցնեն, ասենք, չգիտեմ, բահա դու լափոց հայսի, ինչը հետո որ չկա գնաս հարևանից, դա հասկանալի է, բայց որ մարդ մտնի քո տուն առանց քեզ ասելու, ինչ որ բան վերցնի տանի օգտագործի, բերի, քաղաքի ապրողի համար մի քիչ անհասկանալի է, թեպետ ես շատ հաճախ դուրը չեմ էլ կողպում, մանավանդ գյուղում չեմ կողպում դուրը, որովհետև
Դե ասենք ոչ մի խնդիր չկա, հիմա դուռա բաց է, ասենք մանավանդ ասենք քնելուց եմ միայն կողմում, այն էլ Պերմյակովի դեպքերից հետո։ Մի փոքր վախեցա եւ ասես Աստված գիտի ինչ կարող է լինել։ Դեպի շատ հանգիստ գյուղ է։ Հասկացա որ այդպիսի մոտեցում կա եւ երևի թե այդտեղից մոտս ինչ որ բան սկսեց աշխատել, որ տներ ասելը, որ ասում են ես տներում եմ, միգուցե դա է, որ մարդիկ իրանց տունը հաշվում են նաև նու այսպես հիպոթետիկ, հա, որ նաև աղբոր տանն էլ կարող եմ լինել եւ ասեմ տանն եմ արի, հա, հորս տանն է կարամ լինեմ, տանն եմ արի համայնքներում այդպես է, ճիշտ է, հիմա համայնքներում քանի գնում են դառնում են մի քիչ ուրբանիստացվում են, քաղաքի նման են դառնում, բայց դեռ կան գյուղեր, որոնք որ դուր չեն կողմում եւ այդ տները ասածը համայնքային մտածելակերպ է։ Ճիշտ ասած դա ունի իր լավ դրսևորումները իհարկե, ջերմությունն է, մարդկանց օգնելն է, իրարով ապրելն է, իրար հասնելն է, հա, այն որ թորները սաղ ասենք բան վազվզում են, ստեղ են վազվզում կամ ընդեղ են վազվզում, ասենք ոչ ոք չի ջոկում, ում թորնա, ում երեխեն մտավ, ում բակ, ում հեծանիվը վերցեց, ում գնդակը փչացրեց եւ այլն, մի քիչ ազատ են ապրում, մենակ գիշերն է, որ հետո բոլոր թորներին եւ երեխեքին առանձնացնում, ծեծում տանում են քնասնելու, միգուցե դա լավ է, բայց երբ որ նայում ես պետական մասշտաբով, դա ինձ թվում է բերում է ինչ-որ խնդիրների եւ ամենամեծ խնդիրը գալիս է բանակ, որովհետեւ բանակում ով չգիտի, որ այդպիսի մոտեցում կա, ես լորեցի եմ, ես շիրակցի եմ, սրանք տավուշից են, այս աբարանից է, այս Երևանից է, դե Երևանի ժողովուրդը ընդհանրապես չմոյի կարգավիճակում է միշտեղ է, որովհետև սա քաղաքացի են, սրանք մարդ չեն, դա իմ անձնական փորձից չեմ ասում, այս սովետական բանակում եմ ծառայել եւ հայերս բոլորս միասին էինք, բայց սովետի մասշտաբով այդպես էր, բայց լսել եմ, որ ասենք, տենց բաժանումներ կան, հա, եւ դեռ ավելին, եթե բոլորը Երևանից են, ուրեմն սկսում են զատել ես Չարբախից եմ, դու երրորդ մասից ես, դու Կոմիտասից ես, իսկ ես Էրեբունիից եմ, հա, եթե բոլորս Էրեբունիից են, ուրեմն այս փողոցում ապրում, այս փողոցում կամ այս շենքից է, այս շենքից եւ այդ բաժանումները գնում են, այսինքն համայնքային մտածելակերպը դա ցեղային մտածելակերպ է, պետական մտածելակերպ չի, միգուցե դրանից է գալի, որ մենք այդքան ինդիվիդուալիստ ենք, միգուցե դրանից է գալի, որ մեր տներում, երբ որ տեսնում ես, ասենք, բարձրահար շենքը, ամեն մեկը իր դրան դեմն է անում այդ կաֆելը, բայց չի մտածում, որ հարևանի հետ կարա փող գցվի ամբողջը կաֆելապատի, սալապատի, իսկ ինչու ոչ։ Միգուցե դրանից է գալի, որ մենք, ասենք, կարող ենք հարևանի բակում, ասենք, զիբիլը շպրտել, բայց մեր բակը, ասենք, ոնց է չլինի հարևաններով կաման կանենք, հավաքենք, ման եւ այլն։ Պետական մտածելակերպի համար դա բավականին մեծ վնաս է եւ իհարկե ամեն բանից պիտի վերցնել լավը։ Եթե համայնքային մտածելը ունի ջերմ լավ հումանիստական դրսևորումներ եւ մարդիկ իրարով են, իրար համար են, ապա դա չի նշանակում, որ դա պետքա տարածվի պետական մակարդակով եւ բոլորս բաժանվենք ինչ-որ ռայոնների բաների։ Միգուցե դա է պատճառը, որ մենք այսքան երկրից դարձանք այսքան երկիր, հետո ընդհանրապես դարձանք այսքան երկիր։ Չխոսեմ վերջի դեպքերի մասին, ընդհանրապես աշխատելու եմ այս ոդկասթի շրջանակներում չխոսեմ քաղաքականությունից։ Ես ուզում խոսեմ միայն մեր խնդիրներից, մեր այսպես կենցաղավարությունից, կենցաղից, հոգեբանությունից, մարդկային հարաբերություններից, ընտանիքից եւ այլն։ Եթե դες այդ թեմաները հետաքրքրում են, սիրելի հետևորդ, անպայման գրանցվեք իմ ալիքին եւ անպայման լայք դրեք եւ տարածեք։ Եվ նաև ասեք, թե ինչ թեմաների շուրջ կուզենաք, որ մենք զրուցենք հաջորդիվ։ Շնորհակալություն, միշտ օր հանդիպում, սա Սերգեյ Դանելյանի ոդկասթն էր։